Ողջույն։ Իսրայելի եւ Իրանի միջև պատերազմական գործողությունները, որոնք սկսվեցին հունիսի 12-ի լույս 13-ի գիշերը իսրայելական օդուժի զանգվածային հարվածներով, շարունակվում են արդեն 5-րդ օրը ավելի ու ավելի մեծ վտանգներ առաջացնելով ամբողջ տարածաշրջանի, այդ թվում Հայաստանի անվտանգության եւ կայունության համար։ Սա ըստ էության մի յուրահատուկ պատերազմ է, երբ կողմերը չունեն ընդհանուր ցամաքային սահման եւ միմյանցից բաժանված են մի քանի երկրների՝ Իրաքի, Հորդանանի, Սիրիայի տարածքներով եւ միմյանց հարվածում են հրթիռներով, օդուժի տարբեր միջոցներով, փորձելով հնարավորինս շատ մեծ վնասներ հասցնել միմյանց ռազմական եւ այլ ենթակառուցվածքներին։ Իսրայելի պարագայում հիմնական թիրախը Իրանի միջուկային եւ հրթիռաշինական օբյեկտներն են։ Թեմայի շուրջ Եվրոմեդիա 24-ի տաղավարում տեսակապով կզրուցենք իսրայելցի հայագետ հրապարակախոս Ալեքսանդր Լիստենգորդի հետ։ Ողջույն Ալեքսանդր, ինչպե՞ս ես։ Բարև ձեզ, լավ եմ, շնորհակալություն։ Եվ այսպես, ինչ իրավիճակ է այժմ Իսրայելում պատերազմական գործողությունները եւ հրթիռային հարվածները շարունակվում են։ Պիտի ասեմ, որ այժմ Իսրայելում իրավիճակը շատ դժվար է եւ հիմա այս պատերազմը շատ լուրջ է։ Եթե մենք խոսում ենք Իրանի եւ Իսրայելի միջև պատերազմի մասին, մենք պիտի ասենք, որ երկուսն շատ հզոր բանակ ունեն եւ հիմա Իսրայելի ազգը հրեաները զգում են, որ այս անգամ այս պատերազմը արագ չլինի եւ իհարկե Իսրայելը իր նպատակներ ունի, Իսրայելը ուզում է, որ Իրանը իր ядерное оружие չանի, բայց ամեն դեպքում կան մարդիկ, որոնք խոսում միջուկային զենք, այսինքն չունենա Իրանը։ Դա է հիմնական նպատակը։ Այո, քանի որ գիտեք, որ Իրանը վերջին տարիներում Իրանը ամեն անգամ ասում է, որ ինքը ուզում է ոչնչացնել Իսրայել։ Դրա համար Իսրայելի համար Իրանը գլխավոր նպատակն է եւ նաեւ նույնպես մենք գիտենք, որ ֆիլիստիմներ եւ սուրիացիներ նրանք փողը ստացան Իրանից։ Իրանը ամենահարուստ երկիրը, որոնք կարող է օգնել ուրիշ բանակներին, որոնք ուզում են պատերազմ անել Իսրայելի հետ։ Դրա համար Իսրայելը հիմա պիտի անի բոլոր այս օպերացիաներ, բայց կան մարդիկ Իսրայելում շատ մարդիկ կան, որոնք կարծում են, որ այս վտանգավորությունը այսքան իսկական չի եւ կարծում են, որ պարզապես Բենյամին Նետանյախու Իսրայելի նախագահ, Իսրայելի ղեկավարը պարզապես ուզում է շարունակել Իսրայելի նախագահ լինել եւ Իսրայելի նախագահ լինելու ինքը պետք է նոր պատերազմ սկսել։ Ալեքսանդր, բայց չէ՞ որ բանակցություններ էին ընթանում, բանակցություններ էին տեղի ունենում Իրանի եւ Միացյալ Նահանգների միջև, կարելի էր խաղաղ բանակցությունների միջոցով լուծել այս խնդիրը։ Չես կարծում, որ այսինքն Իսրայելը եւ իր որի դաշնակիցը Միացյալ Նահանգներն է, գուցե պարզապես օգտագործեցին դիվանագիտությունը Իսրայելի զգոնությունը թույլատնելու եւ հարված հասցնելու համար։ Ճիշտ ասած, հոկտեմբերի 7-ին հետո, համարը երկու տարի անցնել, որ այս մեծ եղերն է Իսրայելի համար պատահել, երկու տարի այս հոկտեմբերի 7-ին, եւ հոկտեմբերի 7-ից հետո, ճիշտ ասած, դիվանագիտությունը արդեն չի աշխատում։ Իսրայելում հասկացան, որ միայն բանակով եւ միայն ուժով, ուժեղերով կարող է այս իրավիճակը վերացնել։ Իհարկե իրավիճակը շատ վտանգավոր է, իրավիճակը ընդհանրապես լավ չի, քանի որ շատ մարդիկ բոլոր կողմից, շատ մարդիկ չանում են, բայց ամեն դեպքում եթե մենք խոսում ենք դիվանագիտության մասին, մենք հասկանում ենք, որ երկու կողմեր պիտի նստեն եւ բանակցեն բոլորի մասին, բայց այս իրավիճակում, այս դեպքում
կարող ասել, որ դիվանագիտությունը ընդհանրապես չի աշխատում, ցավոք, եւ պիտի օգտագործեն ուրիշ ձևով։ Դու օգտագործեցիր եղերն բառը, ես գիտեմ, թե դու ինչ վերաբերմունք ունես հայոց ցեղասպանությանը, որի մասին խոսում ես, խոսքը, այսինքն 2023 թվականի հոկտեմբերի դեպքերի մասին է, երբ Համասի զինյալները հարձակվեցին եւ այնտեղ գերիներ վերցրեցին, սպանություններ եղան, բայց դրանից հետո Իսրայելի վարչակազմը, Նեթանյահուի վարչակազմը ցեղասպանություն է անում Գազայում։ Դա մասին ամբողջ աշխարհն է խոսում։ Արդյոք դա արդարացում է, այսինքն նույնը, որ ասենք հայերը հիմա սկսեն ցեղասպանություն անել, ասենք թշնամի ժողովրդի նկատմամբ։ Արդյոք դա արդարացում է Համասի գործողությունները։ Տեսնում ենք, թե ինչ վիճակ է ամբողջ Գազայում եւ հետաքրքիր է, որ դու կապեցիր Իսրայել-Պաղեստին հակամարտության հետ։ Դա շատ դժվար հարց է, շատ ցավոք հարց է, քանի որ իհարկե մենք բոլորս հասկանում ենք, որ եւ հրեաները եւ արաբները շատ խնդիր ունեն այս պատերազմի պատճառով, բայց մենք պիտի հիշենք, որ Գազա օրինակ շատ տարիներ առաջ, օրինակ 60 տարիներ առաջ Գազա Իսրայելի կողմից չի եղել, Գազա Եգիպտոսի, երկիր է եղել Եվ Գազա նիզավիսմ երկիր չի ստացել։ Մենք չգիտենք ինչու, բայց օրինակ նաև 2005 թվականին Իսրայելը լքել է Գազա եւ բոլոր այս տաների մեջ Գազա հնարավորություն է ունեցել պալեստինական հակավարությունը հնարավորություն է ունեցել կազմակերպել ինչ-որ լավ դիվանագիտական բան է, կազմակերպել ինչ-որ մի, չգիտեմ, զարգացման բաներ, որ իր մարդու համար լավ կլինեն, բայց մենք տեսանք, որ բոլոր այս տարիների ընթացքում Գազը միայն զենքեր վճարել, զենքեր անել եւ ուզում է Իսրայելի համար խնդիրներ անել։ Դրա համար հիմա մենք պիտի ասենք, որ նաև խնդիր կա, որ մենք չգիտենք ինչու, բայց ուրիշ արաբական երկիրներ, Եգիպտոս, Յորդանիա, Սիրիա, նրանք չուզեցին ստանալ Գազայից մարդկանց, նրանք չուզեցին օգնել Գազայի ազգին։ Դրա համար ես կարծում եմ, որ աշխարհում միշտ է եղել եւ Հայաստանի դեմ եւ Իսրայելի դեմ շատ բաներ, ամեն անգամ երբ որ ինչ բանը պատահում է աշխարհում, համարյա ամեն դեպքում մեղավորեն նկատի ունես ամեն դեպքում մեղավորեն միշտ հայերը ու հրեաները, եւ դա էր ուզում ասել։ Ճիշտ, միշտ մեղավոր են միայն հրեաները, միշտ մեղավոր են միայն հայերը։ Սա պրոպագանդա է։ Իհարկե, Իսրայելը իր պրոպագանդա ունի, իհարկե, Իսրայելի բանակը շատ հզոր, ավելի հզոր է բոլոր բանակներից այս շրջավայրում եւ իհարկե տարբեր բաներ են ստացում, բայց ամեն դեպքում, ինչքան ես գիտեմ, ես ծառայել եմ Իսրայելի բանակում, ես եղել եմ եւ Գազայում եւ Լիվանում, ես պետք է ասեմ, որ Իսրայելը ամեն անգամ փորձում է եւ դա է անում պատերազմ անել միայն terroristi դեմ եւ հիմա մենք տեսնում ենք որ Տեհրանում, Իրանում Իսրայելը իր նպատակներ ունի բանակի դեմ, ոչ օրինակ մարդու դեմ եւ ինչքան ես գիտեմ Գազայում նախորոք բոլոր երեխաներին եւ քնոջներին Իսրայել ասել է նրանց որ նրանք պետք է լքեն Գազա, քանի որ Գազայում հիմա պիտի նոր պատերազմական ռազմական օպերացիան է դրա համար Իսրայել օգնում է եւ պիտի ասեմ որ շատ մարդիկ չգիտեն որ Իսրայելում շատ արաբներ ապրում են համարյա 2-3 միլիոն արաբներ եւ Իսրայելի բանակում ծառայում են եւ չերքեսները եւ հայերը եւ մուսուլմանները եւ արաբները եւ շատ մարդիկ չգիտեն որ այս հրավիճակը շատ դժվար է, քանի որ Իսրայելում ապրում են եւ արաբները, եւ հրեաները, եւ հայերը, եւ քրիստոնյաները, եւ շատ մարդիկ,
Դրա համար մենք չենք կարող ասել, որ Իսրայելը ինչ որ մի բան Ազայի դեմ անում, քանի որ Իսրայելի մեջ շատ պալեստինական մարդիկ աշխատում են եւ համալսարաններում սովորում են։ Նկատի ունես այն տարածքներից դուրս, որոնք գտնվում են Համասի եւ Պաղեստինյան ինքնավարության տարածքներից դուրս, այսինքն արևմտյան ԱՊՀ Հորդանան գետի արևմտյան նավ, Արևելյան Երուսաղեմ, Գազա, դրանից դուրս կան նաեւ արաբներ, պաղեստինցիներ, որոնք ապրում են հրյաների հետ։ Դա նկատի ուներ։ Ճիշտ է, եւ օրինակ, երբ որ Գազայից ռակետներ են ուղարկում Իսրայել, շատ դեպքերում այս ռակետներ ущерբ են անում իր մարդկանց համար, իր արաբական եղբայրների համար։ Եվ իհարկե, որ Իսրայելի ծառայող եւ հայերը, եւ չերկեսները, եւ արաբները, եւ հրեաները նրանք պաշտպանում են Իսրայել, քանի որ Իսրայելը նրանց սեփական երկիր է։ Դրա համար այս ռեվիճակը շատ ավելի դժվար է, քան շատ մարդիկ են կարծում, քանի որ սովորական պատերազմներում կան երկու կողմերը, որոնք շատ տարբերվում են, որոնք իր սեփական ազգեր ունեն ամեն կողմից։ Բայց այս ռեվիճակում, ասում են, որ Իսրայելում բոլոր այս ազգերը ապրում են եւ բոլոր այս ազգերը նույնպես ծառայում են բանակում։ Ալեքսանդր, դու նշեցիր, որ Իսրայելի հիմնական նպատակն է, որ Իրանը միջուկային զենք չունենա, իսկ Իսրայելը ունի պաշտոնապես ունի միջուկային զենք։ Այսինքն հայտնի է, որ կա։ Շատ լավ հարց է, գիտեք, ես նման անգամ հիշեցնում եմ Գոլդա Մեիրի խոսքերը։ Գոլդա Մեիրին հարցրեցին, եթե Իսրայելը այս զենքեր ունի, մի քիչ պատմի նախ Գոլդա Մեիրի մասին, շատերը կարող չիմանան, ամենանշանավոր վարչապետներից է Իսրայելի։ Գոլդա Մեիր ինքը Իսրայելի պրեմիեր-մինիստրը առաջին կին է, Իսրայելի նոր պատմության մեջ, որը պրեմիեր-մինիստր է եղել, Գոլդա Մեիրը ծնված ռուսական կայսրության մեջ, որպես բոլոր առաջին Իսրայելի նախագահներ, նրանք բոլորը ծնվեցին Ռուսաստանի կայսրության մեջ։ Եվ ինքը շատ, ինչպես ասեմ, շատ դժվար է նրա ընթացքում եղել, բայց ամեն դեպքում Գոլդա Մեիրը մինչև հիմա շատ մեծ, գիտեք, շատ մեծ հարգանք ունի Իսրայելում, քանի որ եւ ամբողջ աշխարհում, քանի որ շատ խելոք, շատ ազնիվ կին է եղել, եւ ինքը ասաց, նրան հարցրեցին մի անգամ շատ տարիներ առաջ, եթե Իսրայել այս ядерные զենքեր ունի, եւ Գոլդա Մեիր պատասխանեց, մենք չունենք, բայց եթե պարտադիր կլինենք, մենք կօգտագործենք այս զենքով, դրա համար նախ մենք չունենք միջուկային զենք, բայց եթե պետք լինի, մենք կկիրառենք այն, այսինքն այո, այսպես է պատասխանեց, Եվ Գոլդա Մեիրի հայտնի խոսքեր, քանի որ նրա մասին խոսեցինք, եթե ուզում եք, ես ճիշտ եմ հիշում, եթե ուզում եք ունենալ ուժեղ պետություն, պետք է բարձր աշխատավարձ տաք առաջին հերթին զինվորականին, ուսուցչին եւ բժիշկին։ Ճիշտ է, այդպեսի։ Շատ ճիշտ է։ Այո։ Եվ այսինքն ըստ էության ունի Իսրայելը, ապա այդ դեպքում ինչու պետք է Իրանը չունենա։ Քանի որ իհարկե մենք ասում են, որ Իսրայելը իր զենքով, գիտեք, Իսրայելը շատ փոքրիկ է, Իսրայելը Հայաստանի երկու անգամ շատ փոքրիկ է, ճիշտ է։ Դա առաջին բան է։ Արցախի չափ տարածքից։ Այո, Իսրայելը ունի 22 պլոշադի, 22, Հայաստանը ունի 48, չեմ սխալվում։ Հայաստանը 2800։ Այո։ Իսրայելը շատ փոքրիկ է։ Իսրայելում միայն 10 միլիոն մարդիկ ապրում են։ Եթե մենք խոսում ենք արաբական աշխարհի մասին, շրջավայրում, Սուրիա, Լիբան, Եգիպտոս, Յորդան, համարյա 20-100 միլիոն արաբներ կան։ Դրա համար ոչ մի լոգիկա չկա, եթե մենք ասում ենք, որ Իսրայելը ուզում է իր զենքերը
օգտագործել իր Ես չեմ ասի թշնամիներ, քանի որ հիմա Իսրայելը շատ լավ հարաբերություն ունի եւ Եգիպտոսի հետ եւ Յարդենի հետ, բայց ամեն դեպքում Իսրայելը ոչ մի պատճառ չունի այս զենք օգտագործել Իսրայելը նույնիսկ Իսրայելի բանակի անունը Իսրայելի պաշտպանության բանակը, որպես ես ասեմ Ղարաբաղի պաշտպանության բանակը եղել, հա? Եվ ես միշտ եմ ասել, որ հենց այս երկու բանակներ այս բարը պաշտպանության բանակ ունեն, դա շատ կարևոր է։ Այս բանակներ չեն ուզում ոչ մի բան անել իր սասեդիների դեմ։ Այս բանակները պաշտպանում են իր շատ փոքրիկ, իր սեփական աստծոց նվիրված երկիրը։ Ըստ Իրանից եկող տեղեկությունների իսրայելական օդուժը Իրանի միջուկային օբյեկտներին մեծ վնասներ չեն եղել, որովհետև մակերեսին են այդ հարվածները եղել, ինչ տեղեկություններ կան դրա վերաբերյալ, այսինքն գետնի տակ է, ստորգետնյա ենթակառուցվածքներում են միջուկային օբյեկտները Իրանի, այսինքն ինչ է կարծում կշարունակի Իսրայելը եւ ինչքան կարող է այս ամենը շարունակվել։ Գիտեք, հիշում եք, որ Իսրայելը եւ Իրանը 30 կամ 40 տարի առաջ ամենալավ ընկերներ են եղել։ Ես կարծում եմ, որ բոլորը գիտեն այդ փաստի մասին, բայց հետո որ Իրանում այս իսլամական ռևոլյուցիա եղել, տեղի է ունեցել, հայերը շատ լավ են գիտեն, քանի որ Երևանում շատ պարսկացներ կան, հա, Իրանից, որոնք ուզում են օրինակ Ամերիկա գնալ, հա, ուզում են ստանալ վիզա, որ Ամերիկա գնալու համար Իրանից։ Ես էլ ճանաչում եմ շատ պարսկանցներին Իրանից, ես հանդիպել եմ նրանց Լեհաստանում, Թուրքիայում, Կանադայում եւ պիտի ասեմ, որ այս ազգը ինձ համար այսքան հինը, այսքան խորը, այսքան խելոք է, բայց նրանք չեն ուզում ապրել այս Իրանի իսլամական երկրում։ Նույնիսկ եթե հիմա դուք տեսնեք, Եվրոպայում շատ միտինգեր կան Իսրայելի համար, հա, ոչ Իսրայելի դեմ, բայց Իսրայելի կողմից։ Շատ պարսկանցներ կան այնտեղ Իրանի մոռացել եմ բանը ֆլագ, հայերենով դերոշ, հա, Իրանի դերոշների հետ այս մարդիկ գալիս են Իսրայելին աջակցել Եվրոպայում դու կարող եք տեսնել շատ տեսանյութեր կան, որովհետև այս մարդիկ պարսկաներ նրանք ուզում են, որ Իրանը ազատ կլինի այս իսլամական ղեկավարության եւ կան մարդիկ, որոնք ասում, որ հիմա Իսրայելը պարզապես ուզում է դա հոգեբանական պատերազմ է նույն ձև, նույն կերպ Իրանը կոչ է անում փոխել Իսրայելում կառավարությունը եւ ազատվել Նեթանյահուի այդ հանցագործ ռեժիմից, որը ինչպես նշեցինք պատերազմական հանցագործություններ իրականացնում Պաղեստինում, Գազա, դա հոգեբանական պատերազմ է, Ալեքսանդր, իհարկե թե ինչ իշխանություն կլինի Իրանում, դա պետք է իրանցիները որոշեն, այդպես չէ։ Եվ տեսնում ենք, որ այդ հոգեբանական տեղեկատվական ճնշումները շարունակում են գործադրել։ Հիմա ամենակարևոր հարցերից մեկը մեզ համար Հայաստանի համար ինչ ազդեցություն կունենա, քանի որ անմիջական հարևանությամբ է Իսրայել-Իրան հակամարտության այս սրացումը, որը ամենալուրջ սրացումն է, եթե ես չեմ սխալվում, Իրանի եւ Իսրայելի միջև ողջ պատմության ընթացքում։ Ինչպես կարող է ազդել Հայաստանի անվտանգության միջավայրի վրա, հաշվի առնելով Իսրայելի եւ Ադրբեջանի սերտ հարաբերությունները, կարող է արդյոք Իսրայելը օգտագործել Ադրբեջանը որպես պլացդարմ Իրանի դեմ կամ ներքաշել Ադրբեջանին, Հայաստանին այս պատերազմի մեջ, Ադրբեջանին հրահրել իր ծավալապաշտական նկարտումները կյանքի կոչելու Հայաստանի նկատմամբ, հաշվի առնելով Իրանի բացասական դիրքորոշումը հայտնի հարցերի վերաբերյալ, այսինքն լուրջ հարցեր կան այստեղ։ Շատ լավ հարցն է, ես էլ դրա մասին շատ հաճախ եմ կարծում։ Նախ եւ առաջ պիտի հիշեցնեմ, որ 2 տարի առաջ Ամարը
Երուսաղեմում ես միտինգ եմ արել, որ Իսրայելը չօգնի Ադրբեջանին Ղարաբաղի դեմ։ Հետո մենք բոլորս գիտենք, որ սեպտեմբերին այս մեծ եղերնը հայերի ազգի համար պատահել, որ Ղարաբաղը կորցրել է, բայց ես հիշում եմ, որ Իսրայելում այս միտինգում շատ մարդիկ են եղել, եւ լրագրողներ, եւ դիպուտաներ, հրեաները իհարկե, եւ պրոֆեսորները բոլորը եղել են Հայաստանի կողմից, բայց մի քանի հոգի կան Իսրայելում իշխանության մեջ, որոնք աջակցում են Ադրբեջանին, բայց ես պետք է ասեմ, որ իմ կարծիքով ոչ մի մշակութական պատմական կապ Ադրբեջանի եւ Իսրայելի միջև չկա ընդհանրապես, բայց նույն ժամանակներում Հայաստանի եւ Իսրայելի միջև շատ կապեր կա, դրա համար ես անձամբ հուսով եմ, եթե Իսրայելը կկարողանա իր նպատակները հասնել եւ եթե Իրանը, ինչպես ասել, եթե Իրանի իշխանությանը, այս իշխանությանը, որոնք ասում են, որ մենք ուզում ենք ոչնչացնել Իսրայելը, չի լինում, դրա համար ես շատ հուսով եմ, որ Իսրայելի եւ Հայաստանի հարաբերությունները ավելի լավ կլինեն, ես նույնպես շատ հուսով եմ, որ Իսրայելը կճանաչվի Իսրայելից Հայաստանի հայերի ցեղասպանության, քանի որ հիմա Իսրայելի եւ Թուրքիայի հարաբերությունները շատ վատ են։ Իհարկե լավ չի ասել, բայց ցավոք ցեղասպանության հարցը հիմա դարձել է պոլիտիկական հարց եւ շատ երկրներ չանաչում են ցեղասպանություն, եթե ինչ-որ մի պոլիտիկական պատճառ կա, բայց ամեն դեպքում դա շատ լավ կլինի հայ եւ Իսրայելի համար։ Ես տեսնում եմ, որ Ադրբեջանի եւ Իսրայելի այս հարաբերությունները նրանք ժամանակավոր են։ Նրանք միայն այս, գիտեք, զենքեր, նավթ, մի քանի բաներ կան, որոնք իհարկե Իսրայել պիտի ստանա, քանի որ Իսրայելը, եթե չեմ սխալվում, 30 կամ 40% իր էլեկտրոէներգիայի ստանում են Ադրբեջանից, բայց եթե մենք գիտենք, որ Իսրայելը եւ Հայաստանը երկուսն են շատ հին ազգեր, շատ բաներ են տեսել այս աշխարհում, դրա համար ես կարծում եմ, որ ես հուսով եւ տեսել եմ դա Երուսաղեմում, որ ես միտինգ եմ արել, որ բոլոր Իսրայելի ամենալավ, գիտեք, ամենակարևոր մարդիկ նրանք բոլորն Հայաստանի կողմից։ Ես պետք է ասեմ, որ ամեն շաբաթը Իսրայելում այդ ժամանակ, այդ ընթացքում թերթերի մեջ ամեն օրը, ամեն շաբաթը շատ ստատիներ եղել են, երբ որ գրեցին չօգնեք Ադրբեջանին, օգնեք, աջակցեք Հայաստանին։ Բոլոր Իսրայելի լրագրողները ամենակարևոր թերթերում Իսրայել Հայոմ, Ynet, Walla եւ ուրիշ թերթերում բոլորը ասացին, որ Իսրայելը պիտի շատ լավ կհասկանա, որ մենք իր պետք է աջակցենք Հայաստանին։ Դրա համար ես կարծում եմ, որ կարող է լինի, որ այս պատերազմը կօգնի Իսրայելի եւ Հայաստանի հարաբերությունին, բայց հիմա Հայաստանը պիտի շատ լուրջ եւ շատ կարեւոր ընտրություն անել։ Ես գիտեմ, որ իհարկե Իրանը եղել է շատ լավ ընկեր Հայաստանի համար, հա։ Իրանը աջակցել է Հայաստանին, երբ որ Վրաստանը եւ ուրիշ կողմերը չաջակցին Հայաստանի։ Դրա համար ես հասկանում եմ, որ հայերը իհարկե եւ ուզում են Իսրայելի հետ ընկերներ լինել, բայց նույն ժամանակ չեն ուզում, որ Իրանի հետ ինչ-որ մի բան Ալեքսանդր, բայց համար ես կարծում եմ, ինչպես ընկերություն կամ բարեկամություն անել մի պետության հետ, խոսքը հրեա ժողովրդի մասին չի, Իսրայել պետության մասին է, որը բացահայտորեն օգնում է եւ օգնել է Հայաստանի թշնամիներին, եւ երբ որ post factum վերլուծում ես իրադարձությունները մինչեւ 2020 թվականի Արցախյան 44-օրյա պատերազմ, այսինքն լայնածավալ աջակցությունը, զենքի մատակարարումները Ադրբեջանին եւ Արցախի ամբողջական օկուպացումը եւ տեսնում ես, որ ըստ էության դա պետք է նաեւ Իսրայելին, որպեսզի այնտեղ ռազմակայաններ տեղակայի, հնարավոր է Իրանի դեմ ինչ որ գործողություններ իրականացնելու համար, հասկանում ես, որ ըստ էության այս պատերազմը առաջին հերթին պետք է Իսրայելին, որպեսզի Իրանի շուրջ օղակը սեղմի եւ Իրանի շուրջ
ավելի այդ օղակը սկսի պատերազմական այդ օջախները գնալով ավելի հրահրի, այսինքն հասկանում ես, որ հիմնական շահառուներից մեկը Իսրայելն է, ինչպես բարեկամություն անել այս պետության հետ եւ ինչով է եւ Հայաստանում գնալով խորանում է թշնամական վերաբերում Իսրայելի կերպարը որպես Հայաստանի հիմնական թշնամիների Ինչով է սա բացատրվում արդյոք հայ ժողովրդի նկատմամբ թշնամական վերաբերմունքով, թե Իսրայելի ռեալ քաղաքական շահերով, եթե այո, ապա ինչ շահեր են դրանք։ Որպես ասացի, այս միտինգի ընթացքում մենք հասկացանք, որ Իսրայելում մի քանի հոգիներ կան, որոնք աջակցում են Ադրբեջանին եւ նրանք որպես ամոթներ Իսրայելի ազգի համար, ես ասեմ, բայց բոլոր ուրիշ մարդիկ Իսրայելում նրանք աջակցում են Հայաստանին։ Ամենակարևորը, որ ժողովուրդները ուզում են միասին լինել, շատ լավ հարց է, ինչպես բարեկամություն անել, երբ որ Իսրայելը աջակցել Ադրբեջանին այս վատ պատերազմի ընթացքում Ղարաբաղի դեմ, Հայաստանի դեմ, նույնպես պիտի ասեմ, որ ինքնացա Իսրայելը չի ուզեցել, որ ինչ-որ մի բան Հայաստանի հետ կպատահվի, բայց Իսրայելը ուզում էր, որ օրինակ հիմա Իսրայելը գիտեք, որ Իսրայելը շատ ագենտներ ունի Իրանում, Իսրայելը շատ խոր եւ շատ լավ օպերացիաներ անում Իրանում, եւ դա անում են նույնիսկ իշնորհիվ, որ Ադրբեջանում հարաբերություն ունի եւ Ադրբեջանի շրջավայրից, Ադրբեջանի տերիտորիայից կարող են մտնել Իրանը։ Դրա համար մենք կարող ենք ասել, որ Իսրայելը, ինչքան ես գիտեմ, Իսրայելը ոչ միայն Ադրբեջանին զենք են տալիս, Իսրայելը տալիս է զենքեր 51 երկրներին աշխարհում, եւ Ինդիա, եւ չգիտեմ, Եվրոպային, եւ Շվեյցիա, եւ շատ երկրներին, եւ այս երկրների մեկը Ադրբեջանը, ոչ մի հատուկ բան Ադրբեջանի հետ չկա, դա պարզապես, ինչպես ասում են, բիզնես է, որոնք ցավոք այս բիզնեսը վերջնում Հայաստանի դեմ է եղել, բայց ամեն դեպքում հիմա Իրանի դեմ իր օպերացիաներ անել այս հարաբերություններ շնորհիվ, որ Ադրբեջանի հետ ունի։ Դրա համար ես հուսով եմ, որ եթե արդեն ժողովուրդները ուզում են միասին լինել, կարող է որ տարիների ընթացքում ոչ հիմա իհարկե, բայց տարիների ընթացքում երկու երկրներ ավելի լավ ընկերներ կդառնան եւ Հայաստանը պիտի հասկանա, որ եթե մենք խոսում ենք Իսրայելի համար մասին կներեք, եթե մենք խոսում ենք Իսրայելի մասին, մենք տեսնում ենք երկիրը, որը գիտեք, բժշկական բաները տալիս աշխարհին, որը համակարգիչներ տալիս աշխարհին։ Իսրայելի հետ աշխատել իմ կարծիքով ավելի շատ պոտենցիալ ունի։ Եվ ես հուսով եմ, որ դա ինչ-որ բանով կօգնի երկու ժողովուրդներին եւ ամեն ինչ լավ կլինի։ Այս օրերին սոցցանցերում տեղեկություններ էին տարածվում, որ իսրայելական ինքնաթիռ, ռազմական ինքնաթիռները թռչել են նաև Ադրբեջանի տարածքից, մասնավորապես Արցախի օկուպացված տարածքից եւ անօթաչուներն են այնտեղից արձակվել, մասնավորապես Թավրիզին հասցված հարվածները Ադրբեջանի տարածքից են եղել։ Այդ տեղեկությունների մասին ինչ կարող ես ասել։ Ադրբեջանի տարածքից ինչ գործողություններ, մասնավորապես ինչ տեղեկություններ են հրապարակվում իսրայելական լրատվական դաշտում, ինչքանով են համապատասխանում այդ տեղեկությունների իրականությանը։ Լավ հարց է, ես նախևառաջ պիտի նորից հիշեցնեմ, որ երբ որ 2 տարի առաջ այս միտինգ եմ արել, որ Իսրայելի թերթում գրել են, որ Արցախը Հայաստանի երկիր է, որ Արցախն է սեփական հայերի քիզն է։ Դրա համար Իսրայելում մեկը թերթումներում կամ լրագրողներ ոչ մեկը չասել, որ Արցախը Ադրբեջանի մաս է։ Նորից պետք է հիշեցնեմ դա, որ Իսրայելում շատ քիչ, բայց կան հոգիներ, որոնք հաստատ չգիտեմ ինչու, բայց նրանք ինչ-որ մի սեփական հետաքրքրություն ունեն բոլոր այս հարցերում։ Դրա համար Արցախը Իսրայելի կամ հայ Իսրայելի ազգի համար
հայամասը, իր սեփական երկիրն է, եւ հիմա ինչպես ասացի, ես կարծում որ բոլոր այս օպերացիաները նրանք ժամանակավոր են, քանի որ Իսրայելը, օրինակ հիմա որ այն բանը որ Իրանի դեմ են անում, շատ տարիներ պատրաստել են այս բանը։ Ուրեմն ես մի կողմից ես հուսով եմ եւ հավատում եմ որ բոլոր այն Իսրայելի հակավարությունը անում դա ճիշտ է։ Ուրիշ կողմից որպես ասացի ես գիտեմ, մենք բոլորս գիտենք Իսրայելում որ շատ մարդիկ, որոնք Իսրայելում պատերազմ անում, որոնք Ադրբեջանին են աջակցում, այս մարդիկ ինչ որ մի բիզնես իր սեփական բիզնես են անում եւ մենք չենք կարող այս կարծել որ այն է ճիշտ է, քանի որ որպես ես ասացի, որ երբ որ միտինգ եմ արել 2 տարի առաջ Երուսաղեմում Իսրայելի միդի դեմ Երուսաղեմում մենք տեսանք որ բոլոր Իսրայելի ինտելիգենտներ եւ օրինակ մարդիկ նրանք բոլոր Հայաստանին կողմից եւ ասում են որ Արցախը դա Հայաստանի մաս է, բայց նույն ժամանակ մի քանի հոգիներ կան Իսրայելում, որոնք Ադրբեջանին են աջակցում։ Դրա համար հիմա Իսրայելում իրավիճակը դժվար է ոչ միայն պատերազմի պատճառով, բայց նույնպես որովհետեւ կան մարդիկ, որոնք աջակցում են այսօրվա հակավարությունը եւ կան մարդիկ, որոնք ուզում են լքել Իսրայելը որոնք չեն ուզում լինել մասը այս պատերազմից եւ շատ ներքին հարցեր կան Իսրայելում, որոնք ես ճիշտ ասած չգիտեմ ինչպես կլուծվեն։ Ինչն է հետաքրքիրը ու միևնույն ժամանակ տարօրինակ Ալեքսանդր, որ Ադրբեջանը բացահայտորեն օգնում է Իսրայելին, բայց միևնույն ժամանակ ադրբեջանական քարոզչամեքենան կեղծ տեղեկություններ է հրապարակում, մասնավորապես Day-As կայքում ես տեսա, որի մասին գրել էր իսրայելցի բլոգեր Ալեքսանդր Լապշինը, թե իբր իրանահայերը համագործակցել են եւ օգնել են Մոսադին, իրանահայերը դավաճանել են, այսպես ասած, Թեհրանին եւ օգնել են իսրայելական հատուկ ծառայություններին։ Քեզ ինչու է ինչ նպատակով են այս ապատեղեկատվությունը տարածում։ Դժվար հարց է, ես ասեմ, որ ես հանձամբ հաստատ չգիտեմ, ես չեմ ուզում պատասխանել, եթե ես հաստատ պատասխանություն չունեմ, բայց ես պետք է ասեմ, որ Իսրայելում հասկանում եմ, որ Ադրբեջանը դա մուխմադական երկիր է։ Իսրայելում հասկանում են, որ դա դիկտատորի երկիր է Ադրբեջանը։ Իսրայելում շատ լավ են հասկանում, որ Ադրբեջանը եթե ընտրություն կլինի, Ադրբեջանը աջակցում է Պալեստինային եւ Ադրբեջանը աջակցում է Իրանին իհարկե։ Նրանք գիտենք, որ Ադրբեջանի եւ Իրանի միջև շատ խնդիրներ կան, օրինակ մենք գիտենք, որ իսկական ադրբեջանցիներ, ազերի ազգը նրանք ապրում են Իրանում, այս իսկական ազերի, ազարիները, այո, աշխարհում կան, Ատրպատականում, իրանական Ատրպատականում, այո, շատ տարիներ առաջ Ատրպատական երկիրը եղել այնտեղ եւ նրանք հիմա ապրում են այնտեղ, իսկական ադրբեջանցիները։ Եվ դրա համար Իսրայելում, որպես արդեն ասացի, հասկանում են, որ հիմա Իսրայելը կարող է օգտագործել, ինչպես ես հասկանում եմ, Ադրբեջանով իր սեփական իսրայելական մեր ազգի նպատակների հասնելու համար, բայց բոլոր դա ժամանակավոր բան է։ Ես ամեն անգամ ասում, որ եթե մենք Հայաստանի հետ հարաբերություն ունենք, դա ոչ ժամանակավոր բան է, դա ինչ որ մի խոր եւ դա բան է, որ իր բազա ունի ոչ գիտեք ինչ որ մի տարգովի բան է, բայց ինչ որ մի մշակութական բան է, պատմական բան է, հոգեվոր բան է, հոգեբանական բան է, շատ կապեր կարող են լինի։ Նույնիսկ մենք կարող ենք հասկանալ, որ նույնպես պետք է հասկանանք, որ Հայաստանը շատ մոտիկ է Ռուսաստանին։ Ռուսաստանի եւ Իսրայելի հարաբերությունները նաեւ մի քիչ դժվար են։ Ռուսաստանը Իսրայելի հետ հիմա շատ հարաբերություն ունի իհարկե, շատ ընտանիքներ կան, որոնք եւ Իսրայելում եւ Ռուսաստանում են ապրում, որպես ես օրինակ։ Բայց ես կարծում եմ, որ այս պատերազմը դա կփոխվի
այս բոլոր այս պատմությունը եւ կարող է լինի կփոխվի ամբողջ Կովկասի հարաբերությունները եւ Վրաստանը այնտեղ կլինի, կարծեմ եւ Ադրբեջանը եւ Հայաստանը եւ պարտադիր կլինեն, ինչպես ասել, նոր ճանապարհորդություն ընտրել, քանի որ Իրանը շատ հզոր է եւ Իրանը շատ կարեւոր է։ Եթե Իրանը չլինի այս հակավարության հետ, այս հզոր իսլամական հակավարության հետ, դե բոլոր այս երկրներ այս շրջավայրում պարտադիր կլինեն նոր հարաբերություններ ստացել։ Իսրայելը կարող է հրահրել այժմ Ադրբեջանին Հայաստանի դեմ ագրեսիայի, այսպես կոչված միջանցքի ծրագրերն իրականացնելու համար, հասկանալով, որ Իրանը դրան դեմ է, Իրանին ներքաշելու նպատակով, հնարավոր սցենար համարում եք դա։ Ես չեմ կարծում այդպես, ես ինչպես ասացի, Ադրբեջանը օգնում է Իսրայելին շատ ուզկի, շատ հատուկ հարցերի մեջ, դա բոլորը կապված է ռեսուրսների հետ, դա կապված էլեկտրաէներգիայի հետ եւ Իսրայելը աջակցել է Ադրբեջանին զենքերով, բայց Իսրայելը դա որպես ասացի, ասել է, որ ազդեցություն կունենա Իրանի վրա, որ Ադրբեջանի միջոցով կկարողանա մտնել Իրանը։ Մենք շատ հաճախ տեսնեցին, որ գիշերվա ժամանակ Իսրայելի F-35 այս թռչները նրանք մտնեցին Ադրբեջան, մտնեցին կներեք Իրան, Ադրբեջանի տարածքի Ադրբեջանի շրջավայրից։ Ուրեմն Իսրայելը պետք է Ադրբեջանը, որ այնտեղից կկարողանա ազդեցություն ունենալ Իրանին, բայց այս պատերազմից հետո մենք բոլորս հուսով ենք, որ շատ արագ վերջանա, այս պատերազմից հետո կարող է լինի, որ Իսրայելի եւ Ադրբեջանի հարաբերությունը կփոխվեն, քանի որ արդեն այս նպատակը ակտուալ չլինի, իմ կարծիքով։ Իսկ ինչ վնասներ է կրել Իսրայելը, ինչ է հայտնի իրանական հրթիռային հարվածների հետևանքով։ Արդյոք լուրջ վնասներ հասցրել են։ Դրա մասին ինչ կարող ես ասել։ Ճիշտ ասած, դժվար է պատասխանալ, քանի որ ես տեսնում եմ որպես գիտեք, որպես մեկը, որը ծառայել է Իսրայելի բանակում, ես հասկանում եմ ինչի համար դա անում են, հա, բայց այդպիսի հարցեր, որ դուք եք հիմա տալիս, ես ճիշտ ասած մի քիչ դժվար ինձ համար պատասխանալ, քանի որ դագատկաներ ես չեմ ուզում անել, բայց պաստորեն ասել եմ ուզում, ես ճիշտ ասած իսկան պաստեր ես պարզապես չունեմ։ Քանի որ խոսք գնաց Իսրայել-Ադրբեջանի մասին, ինչ վերջին տարիներին ինչ զինատեսակներ են մատակարարվել Ադրբեջանին, հայտնի տեղեկություններ կան դրա մասին։ Իսրայելի եւ Ադրբեջանի միջև։ Գիտեք, շատ հաճախ են ասում, որ գիտեք, որ հիմա շատ հրեաներ ապրում են Հայաստանում, հա, Երևանում, հրեաների համայնքը նորից ծաղկել է եւ շատ հրեաներ ապրում են Հայաստանում, ոչ մի վտանգավորություն չկա նրանց համար, չնայած որ Ադրբեջանը շատ հաճախ ասում, որ Հայաստանում շատ անտիսեմիտիզմ կան, բայց իհարկե դա ճիշտ չի, ես ինքս ապրել եմ Հայաստանում կես տարի, 3 տարի առաջ եւ ես պետք է ասեմ, որ Հայաստանը ես հիմա ունեմ շատ օրինակներ, որ Իսրայելից հրեաները գնում են Երևան։ Նրանք գնում են ոչ թռիչքով, բայց նրանք գնում են Եգիպտոսի միջոցով, հա, մեքենայով Եգիպտոսի միջոցով գնում են Երևան։ Հիմա մենք Իսրայելը ամեն դեպքում աջակցել է իր հրեական համայնքին ամեն երկրում, եւ Ռուսաստանում, եւ Ֆրանսիայում, եւ Ադրբեջանում։ Ինչքան ես գիտեմ, հիմա Ադրբեջանում շատ հնարեր չկան։ Մենք չենք ունենք իսկական ստատիստիկան, քանի որ դիկտատորի երկրներում իսկական ստատիստիկա չկա։ Բայց ինչքան ես գիտեմ, եթե ճիշտ ստատիստիկա Իսրայելում շատերը ադրբեջանցին արդեն լքել են կամ Իսրայել, կամ Ռուսաստան, կամ Ամերիկա հրեաներ, դրա համար Ադրբեջանի հետ ունի միայն մի торговый եւ գործական հետաքրքրություններ։
Առողջատնտեսական եւ ռազմատեխնիկական շահեր նկատի ունի։ Իհարկե, Իսրայելը, ինչպես ասացի, Իսրայելը տալիս է զենքեր 51 երկրներին աշխարհին, եւ Հնդկաստան, եւ Ադրբեջան, եւ Շվեյցարիա, եւ Լեհաստան, եւ շատ ուրեմն Հայաստանի համար հատուկ է, իհարկե, Հայաստանի համար դա շատ հատուկ է, որ Ադրբեջանը ունի Իսրայելի զենքերը, բայց Իսրայելի համար Ադրբեջանը միակ մեկ է բոլոր այս 50 երկրներից, որի համար Իսրայելը այս զենքերը վաճառում։ Եվ ամփոփելով այս թեման, ինչ է կարծում, ի զարգացումներ եք կանխատեսում մոտակա օրերին, ինչպես կավարտվի Իրան-Իսրայել հակամարտության այս բռնկումը։ Շատ դժվար հարց է, հիմա գիտեք, շատ չգիտեմ, նրանք հիմա մարդիկ չունեն ժամանակ այս բաների համար կարծելու, քանի որ հիմա Թել Ավիվը փակված է, հիմա Իսրայելում ոչ աշխատում է, բայց օրինակ ես հիմա սովորում եմ Իսրայելի համալսարանում դոկտորատ, բայց մենք բոլորս հասկանում ենք, որ հիմա ամենակարևորը, որ մարդիկ պահպանված կլինեն, մենք ճիշտ ասած բոլորս հուսով ենք, որ Իսրայելի բանակը, Իսրայելի պաշտպանության բանակը իր նպատակները կհասնի, բայց ինչպես կավարտվի, բոլորը ուզում են, որ ամենարագ կավարտվի արդեն, չգիտեմ, քանի որ գիտեք, որ Իսրայելում սպանեցին 20-ից ավելի մարդիկ եւ Իրանում 20-100-ից ավելի մարդիկ։ Եւ հիմա Իսրայելում կարծում են, որ եթե մենք արդեն սկսեցինք այս բանը, մենք պիտի վերջացնենք մեր նպատակներ հասնելով։ Դրա համար պիտի հաստատ կլինի, որ պիտի հաստատենք, որ Իրանում այս ядерный զենք չլինի, երբ որ ապագայում Իրանը չի կարող, չնայած ինչ հակարողություն կլինի Իրանում, որ Իրանը չի կարողանա ինչ-որ մի վտանգավոր թշնամին Իսրայելի համար լինել։ Շնորհակալ եմ հարցազրույցի համար, Ալեքսանդր։ Հուսով եմ առիթներ դեռ կունենանք զրուցելու եւ հաջորդ անգամ կանդրադառնանք քո հայագիտական հետաքրքրություններին եւ գործունեությանը։ Շատ շնորհակալություն, շատ երախտապարտ եմ ձեզ, որ ինձ հրավիրեցիք եւ ես ամեն անգամ մեծ սիրով եւ մեծ ուրախությամբ շփվում հայերենով, հայոց լեզվով եւ ես ամբողջ իմ սերտով ցանկանում եմ, որ Հայաստանը ամենալավ ձևով եւ ամենալավ կապրի հայ ազգը։ Շնորհակալություն ձեզ։ Շնորհակալ եմ։ Հարգելի հեռուստադիտողներ, մենք զրուցում էինք իսրայելցի հայագետ հրապարակախոս Ալեքսանդր Լիստենգորդի հետ։ Մնացեք խաղաղությամբ։